Թուրքիան փորձում է խցկվել, բայց չի ստացվի, որովհետև ԱՄՆ-ի պլանների մեջ դա չի մտնում։ Ես համաձայն եմ բանախոսների հետ, որ Թուրքիան ծանր օրեր են Թուրքիային սպասում եւ այն փաստը, որ վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած թուրք-իսրայելական բանակցությունները Սիրիայի շուրջ տապալվել են։ Այսինքն թուրք-իսրայելական բախումը Սիրիայում եւ քուրդ թրքական բախումը Սիրիայում անխուսափելի է եւ ԱՄՆ-ն այդ կրակի մեջ յուղ է լցնելու, այնպես որ Ռուսաստանի դերակատարման նվազման հետ զուգահեռ տեղի է ունենալու Թուրքիայի դերակատարման նվազումը եւ Թուրքիայի դերակատարումը իր վրա վերցնելու է մեր կանխատեսմամբ, մեր ուժի կանխատեսմամբ Իրանը, որի հետ հարաբերությունները շուտով կկարգավորվեն Արևմուտքի կողմից եւ դա շատ լավ է մեզ հայերիս համար, մեզ միշտ ռուսական փորձել են պահել ռուս-թուրքական այս երկընտրանքի առջև, եթե ոչ ռուսական սապոգը, լարված հայտարարություններին դուք կարծում եք, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կարգավորվելու են առաջիկայում։ Ես կարծում եմ այո, որովհետեւ եւ Իրանի եւ ԱՄՆ-ի շահերից է դա բխում եւ Իրանի մեր հարևան ժողովուրդը հազարամյակների պատմություն եւ քաղաքակրթություն եւ խոհեմություն ունի եւ ես կարծում եմ, որ դա անխուսափելի է։ Գալով նրան թե Ռուսաստանը 17 եւ 91 թվականներին վերափոխվեց, այո վերափոխվեց եւ ինչ որ կայսրության էլի գործառույթներ պահպանեց, բայց ԱՄՆ օգնության շնորհիվ 17 թվականին Արման Համերը Լենինի հրավերով եկավ բիզնեսներ հիմնեց, 91 թվականին Բուշի տոտիկների շնորհիվ եւ հետո ներդրումների շնորհիվ դա օգնեցին։ Հիմա ԱՄՆ պլաններում դա չի մտնում, որովհետեւ ԱՄՆ-ն այսպես կուշտ է, երբ որ ռուսներին օգնում է, հետո ռուսները թրփոշանում են եւ կայսերապաշտական նկարտումներով դարձնում են գլխացավանք։ Ռուսաստանը պիտի դառնա փոքր երկիր, արևմուտքից կախված երկիր եւ որևէ դերակատարում չունենա ոչ հարավային Կովկասում, ոչ արևելյան Եվրոպայում։ Սա որոշում է, որը ընդունված է։